Առաջիկա և հետագա բոլոր կիրակիներին մասնակցելու եմ Սուրբ և Անմահ պատարագի։ Իհարկե բացառություն կլինեն այն դեպքերը, երբ որ կա աշխատանքային կամ ինչ-որ այլ անհաղթահարելի պատճառ, և երկրորդը հիմնականում չեմ հայտարարի, թե որտեղ եմ մասնակցելու պատարագի, ինչու, որովհետև կարծում եմ, որ Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կողմնակիցները պետք է պատարագի մասնակցեն բոլոր եկեղեցիներում և քրիստոնեական սիրով և համոզչականությամբ խոսեն, քննարկեն քահանաների հետ, որպեսզի նրանք Սուրբ և Անմահ պատարագի ընթացքում չհիշատակեն Կտրիչ Ներսյանի անունը։ Սա կարծում եմ բարենորոգման օրակարգի կողմնակիցների առաջիկա ամենակարևոր անելիքը պետք է լինի, կրկին ընդգծում եմ, քրիստոնեական սիրով, հանդուրժողականությամբ և քրիստոնեական համոզչականության ուժը օգտագործելով։ Նաև մի շարք համայնքներից քաղաքացիները հարցնում են, ինչու մեր համայնքում չեք գալիս պատարագի, ես կգամ բոլոր համայնքներում պատարագի, միայն խնդրում եմ նախապես քննարկել քահանաների հետ, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի, որ նրանք Սուրբ և Անմահ պատարագի ընթացքում չեն հիշատակելու Կտրիչ Ներսյանի անունը և նաև նրանք, ովքեր ուզում են նման նախաձեռնությամբ հանդես գալ, այսինքն իրենց համայնքի եկեղեցում ինձ հրավիրել պատարագի, ես ասեմ, որ նախապես կընդունեմ այդ հրավերը, միայն խնդրում եմ խոսել քրիստոնեական սիրով, հանդուրժողականությամբ և համոզչականությամբ մեր հարգելի քահանաների հետ։